Սերիներ, իրոճանով բարերում ենք ձեզ և ուրախ ենք, որ Աստված մեզ շնորհքարավ այսօր էլ մեր վրա իր արևը ծագեցրեց և ահա իր տան մեջ ենք զվարթ, ուրախ, գեղեցիկ, հանգիստ, ապահով Տիրոջ տան մեջ, սովորելու Տիրոջից։ Եկեք միասնաբար աղոթքով սկսենք և Տիրոջ նայենք մեր դասընթացքի համար։ Մեր փառավորյալ երկնավոր Հայրը, քեզի սրտի խորքից փառք և գոհություն ենք մատուցում։ Պաշտում ենք քեզ Տեր, բարձրացնում ենք ո Աստված, որովհետև դու արժանի ես բոլոր երկնքի ու երկրի վրա տիրությունը թող հայտնի լինի Տեր։ Խնդրում ենք, որ աղաչում ենք, որ այսօրվա մեր դասընթացքը մեզ օրհնես, օրհնաբեր անես, մեր մտքերը պայծառացնես, մեր հոգիները կշտացնես և քո խոսքդ մեզ համար հստակ և հասկանալի դարձնես։ Թեպետ խոսքիդ մեջ կան շատ խորհրդավոր մանրամասնություններ, որոնց մասին մենք չենք կարողանում լավ հասկանալ, բայց Տեր օգնիր մեզ Սուրբ Հոգիովդ մեր մտքերը լուսավորիր, խոսքովդ մեզ կառավարիր և մեր մտքերը ուղղիր քո խոսքիդ լույսի տակ Տեր։ Աղաչում ենք, որ հիշես ներկաներս, նաև հիշես նրանք, ովքեր բացակայ են, տարբեր պատճառներով, խնդրում ենք Տեր յուրաքանչյուրի հետ գտնվես և ամոքես, սփոփես և մխիթարես և քո տանը բերես։ Տեր Հիսուսի անունով ենք աղաչում։ Ամեն։ Շատ լավ սերներ, մենք անցյալ անգամ սկսեցինք սերտել մեղքի արմատը, թե անկումի ընթացքում մեղքը ինչպես հառաջացավ, որտեղից եկավ և այդ հանելու համար նախ անդրադարձանք չարի կամ մեղքի բնությանը և տեսանք, որ մեղքը, չարը ինքնուրույն մի էություն չի, այլ մի բարի բանի հետ համեմատվելու և հակադրելու առում է, այսինքն երբ կա օրինավորություն և երբ լինում է անօրենություն, այդ ժխտումը դառնում է հանցանք կամ մեղք։ Խոսեցինք զրկանքի մասին, նաև խոսեցինք ժխտման մասին, տեսանք, որ այդ նախածանցները հայերենի մեջ որ դնում ենք, օրինակի համար օրինի, ապօրինի, բարիշտություն, անբարիշտություն և այլն, սրանք տեսանք, որ հաստատում են այս կետը, թե մեղքը պետք է հասկանանք բարիին ժխտելու, բարիին զրկելու, բարիին հակադրելու իմաստով։ Եթե չկա բարի, այն ժամանակ չկա չար։ Եթե կա չար, ուրեմն կա բարի, եթե կա բարի, կարող ենք բարին ժխտել և դա կլինի մեղք։ Ուրեմն այդպես հասկացանք մեղքի աստվածաբանական իմաստը։ Նաև խոսեցինք մարդ արարածի 4 հանգրվանները։ Հիշում եք այդ 4 հանգրվանները, որ խոսեցինք, նա ուղղարար էր ստեղծվել և կարող էր մեղանչելու և կարող էր Աստծուն հնազանդելու, անկումից հետո Ադամն ու Եվան կորցրեցին իրենց ուղղարար կյանք ապրելու կարողությունը, եղան լիովին անկարող ուղիղ ապրելու և կարող միայն մեղանչելու ուրիշ ոչ մի բան անելուց։ Եվ ապա փրկությունից հետո նրանք վերականգնվում են, ինչպես մենք կարող ենք ուղիղ անել, Աստծո Հոգին մեզ նոր բնություն է տալիս և նաև կարելիությունը կա, հնարավոր է մեզ նաև ժխտել կամ զրկել մենք մեզ Աստծո խոսքից և սխալ և հանցանք կատարել և ապա մեր երկրավոր կյանքից հետո հավատացյալները մտնում են իրենց հավիտենականության մեջ, ուր այնտեղ նրանք այլևս անկարող պիտի լինեն և անկարող են մեղանչելու և միայն կարող են այնտեղ Աստծուն ուղղարար կյանք ապրել Տիրոջ շնորհքով։ Ուրեմն, այսօր պիտի շարունակենք այս թեման, որովհետև հավատացյալներից ոմանք տարբեր բաժինների մեջ ճանաչել են կեսկատար պատասխաններ տալ, թե Ադամն ու Եվան և Սատանան ոնց եղավ, որ նրանք մեղանչեցին։ Սա որտեղից եկավ և որովհետև այս պատասխանները Աստվածաշնչի մեջ ուրիշ տեղեր, ուրիշ ուսուցմունքներին հակադրում են, խախտում են, բայց շատ դուրսը լսված է այս, ուզում եմ այսօր սրանց վրայից անցնել գոնե 1, 2, 3, 4 հատը կա, որ մենք հաճախ լսում ենք և միգուցե եթե ճշմարտությունը չիմանանք, դրանց կընդունենք որպես տվյալ պատասխան և կորդեգրենք այդ պատասխաններին,
որպես ուղիղ, որոնք ուղիղ չեն։ Ասացինք, որ Ադամն ու Եվան Աստված նրանց ստեղծել էր ինչպիսի վիճակով։ Մենք երկու բառով ածանցում ենք Ադամին եւ Եվային։ Ինչպիսի վիճակով էին ստեղծված, աստվածաբանական բառեր են, որ մեր մտքի մեջ պետք է փորագրվեն։ Մենք դրան կոչում ենք նախնական ուղղարարությամբ, original righteousness, նախնական ուղղարարությամբ, այսինքն իրենց օրիգինալ ստեղծագործության մեջ Աստվածաշնչի մեջ կարդում ենք, որ Ադամը եւ Եվան, երբ Աստված ստեղծեց եւ տեսավ իր բոլոր ուրիշ ստեղծագործություն եւ արարչությունը, Աստված հռչակեց դրանց ինչ? Շատ բարի եւ շատ բարի։ Ուրեմն նրանք օրիգինալ, այսինքն նախնապես որպես ուղղարար էին ստեղծվել։ Շատ լավ։ Ուրիշ ինչ վիճակում էին ստեղծվել։ Նաեւ նրանք ունեին Աստծո պատկերը, այսինքն ունեին ընտրություն անելու կարողություն։ Ինչպես մենք ունենք այդ ընտրություն անելու կարողությունը։ Եվ այս օրերիս ամենաընդհանրացած պատասխանը, որ մարդիկ եւ հավատացյալներ ճանանում են տալ, թե որտեղից ծագում առավ այս մեղք գործելու շարժարիթը, հակումը, թեքումը, անմիջապես հավատացյալներից մեծ մասը սկսում են խոսել մարդ արարածի ազատ կամքի պաշտպանման մասին։ Ասելով, թե քրիստոնյաներս, այսպես ենք հասկանում, թե հրեշտակներ եւ մարդ արարածներ ստեղծվել են ազատ կամքով, այդքան ուղիղ է։ Եվ որևէ ժամանակ կարողություն ունեն հիմա ընտրելու ինչ որ բարի է կամ ընտրելու ինչ որ չար է։ Ուստի Ադամն ու Եվան, հիմա համեմատում ենք այսօրվա ժողովուրդը, Ադամին ու Եվային իրենց նախնական ուղղարար վիճակում եւ ասում ենք ուստի նրանք անցյալում մեղանչել եւ ընտրեցին մեղանչել եւ այդտեղից սկսվեց չարությունը եւ ստեղծագործությունից ներս մտան։ Եթե տափակ առնենք այս արագ անցնենք վրայից, խելքի պատկելիք է։ Բայց տեսնենք արդյոք այս պատասխանը ուղիղ է կամ Նախ նայենք, Աստվածաշունչը մեզ որոշակի ուսուցանում է, որ Աստված բարոյական արարածներին ազատ կամքով ստեղծեց։ Ոչ ոք չի մերժում դրան։ Բայց ազատ կամքի նշանակությունը չափազանց տարբեր է, ինչ որ քիչ առաջ նշեցինք այդ ուստի, նրանք եւ այլն, որ բացատրեցինք։ Բարոյական արարածները, ինչպես մարդ արարածներ, ազատ կամք ունեն, բայց կարողությունը ընտրելու չարը կամ բարին չունեն։ Սակայն կարող են ընտրել իրենց փափակների եւ այդ փափակները հիմնված են իրենց բնության վրա։ Մարդ արարածը անկումից հետո պահպանել է իր ազատ կամքի գործադրության կարողությունը, օրինակ տամ ձեզ, ամենամեծ մեղավորը, օրինակ համար Հիտլերը, ազատ է, ինչ ուզում է կարող է անի, ոչ ոք իրեն չի կարող ստիպի, որ մի բան անի, ինքը անում է իր մարդկային կարողության հիման վրա, իր մարդկային ընտրություն գոյացնելու հիման վրա, բայց թեպետ ազատ է անելու ինչ որ ուզում է անի, բայց իր բոլոր արարքները սահմանափակված են իր բարոյական բնության սահմաններից ներս։ Նա չի կարող իր բնության, բարոյական բնության սահմաններից դուրս որևէ հակում ցույց տա կամ ոչ էլ որևէ կամքի գործադրություն գործադրի։ Դա իր կամքի սահմաններից, բնության սահմաններից դուրս է, ճիշտ նմանում է թիթեռնիկին, որ նա չի կարող ջրի մեջ լողալ, որովհետև իր բնությունը չի արտոնում նրան, նաև ձուկը չի կարող թիթեռի պես թռչել, բայց ջրի մեջ կարող է լողալ, որովհետև իր բնությունը չի արտոնում նրան օդի մեջ թռչել, նա պետք է լինի ջրի սահմանների մեջ, այդպես էլ մեր բարոյական վիճակը, ուրեմն երբ ասում ենք մարդ արարածը հիմա
անկումից հետո ունի ազատ կամք, այդքանը ուղիղ է, բայց դրանից հետո ինչ ենք հասկանում, դա ուղիղ չի, որ ասում ենք մենք հիմա կարողությունը ունենք անելու ուղիղը կամ սխալ։ Նայեցեք, դարձեք Ծննդոց գրքին 6-րդ գլուխ այս գլուխը ջրհեղեղից առաջ անմիջապես նախօրյակին եղող պատմականն է, որ տեսնում ենք, որ այս գլխի մեջ մարդիկ սկսում են շատանալ և մեղանչել և այնպիսի սաստիկ մեղանչության մեջ են մտնում, տեսեք 5-րդ համարը, և Յահվեն տեսավ, որ շատացել էր մարդկանց չարությունը երկրի վրա, և նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները, սրտի խորհուրդների բոլոր գաղափարները, բան դուրս մնաց, Հələ հայերենի մեջ մի բառը պակաս է, անգլերենի մեջ մի հատ ավելորդ բառ կա, կավելացնենք դրա վրա։ Նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր։ Դեռ անգլերեն և բնագրի եբրայեցերենի մեջ այսպես են կարդում. նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները միայն չար էին ամեն օր, միայնը չկա հայերեն թարգմանության մեջ, շատ հանգիստ կերպով վրիպել է, որտեղ թե միայնը տնեն այլևս արմենական աստվածաբանությունը դրից դուրս է գնում, լինում է հերոտիկություն, որ է։ Ուրեմն, եթե մարդ արարածի բնության, անկումից հետո ունեցած բնության վիճակը այս է, որ է, աստվածաշունչն ասում, որ բոլոր մտքի, սրտի, բոլոր սիրտ, այսինքն մեր որոշում կայացնելու, կողմորոշվելու կարողություն, ներքին գահը մարդու։ Եթե դրա բոլոր խորհուրդները, հակումները, գաղափարները միայն ամեն օր չար են, ուրեմն որևէ բարի բան չի բնակվում անկումից հետո մարդ արարածի մեջ։ Ուրեմն անկումից հետո եղող մարդուն մենք չենք կարող համեմատել անկումից առաջ ուղարար ստեղծված, նախնական ուղարարությամբ ստեղծված Ադամի։ Անհամեմատելի է։ Միայն կարող ենք նրան մեզ համեմատել անկումից հետո եղող Ադամի։ Սա շատ կարևոր է սիրելիներ։ Եվ սրա վրայից շատ արագ են անցնում շատեր։ Եվ ուսուցանում են, որ գիտես ինչ, իրենք իրենց ընտրությունը արեցին, մենք էլ նույնպես ընտրություն ունենք։ Դու կարող ես այսօր ընտրել լավ ապրել, կարող ես ընտրել վատ ապրել, ոչ այդպես չի, Աստվածաշունչը այդպես չի սովորեցնում։ Աստվածաշունչը մեզ ուրիշ բան է սովորեցնում։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ մի անհատի փափակները, ընտրությունները, արարքները հարկավորապես, requiredly, հիմնված են իր ներքին բարոյական բնության հիման վրա և բխում են իր բնությունից։ Ուստի նախքան որ սատանան, Ադամը կամ Եվան կարողանային չար ընտրություն անել, նախ հարկավոր էր նրանք իրենց սրտում և մտքում չարության հանդեպ փափակ հակոյանար, փափակ հառաջանար, որպեսզի նրանց մղեր այդ չար արարքը կամ օրինավորությունը անօրենության վերածեին։ Բայց Աստվածաշունչը հստակ մեզ ուսուցանում է, որ Աստված հրեշտակներին և մարդկանց բարի ստեղծեց, չար փափակով անուղարար չստեղծեց։ Նա իր բոլոր արարածներին շատ բարի ստեղծեց։ Ուրեմն տակավին հարցում մնում է անպատասխան, թե չարի հակումը որտեղից է գալու։ Ուրիշներ այս հարցման պատասխանելու համար ուրիշ պատասխան են տալիս։ Ասում են, թե սպասեք։ Երբ որ Ադամն ու Եվանը ստեղծվեցին, նրանք բալանսի մեջ էին, չեզոք էին, ոչ ուղարար էին, ոչ էլ չարագործ, զերո։ Այդ չեզոք վիճակում ստեղծվեցին։
առանց բարության հանդեպ որևէ մի դրական հակում ունենալով, ոչ էլ չարի հանդեպ որևէ ժխտական հակում ունենալով։ Բայց մարդու բարոյապես չեզոք ստեղծվելու գաղափարը անտրամաբանական է և հակասուրկային է։ Առանց նախնապես հակում և մտադրություն ունենալով բարոյական որոշում անցկացնել անհնար է։ Տեսեք ժողովող գրքին, առակացից հետո, ժողովող գրքի 7-րդ գլխի 29-րդ համարում։ Կարդում ենք, որ Աստված մարդուս ուղիղ է ստեղծել, չեզոք չի ստեղծել։ Աստված մարդուս, այսինքն Ադամ և Ավային անկումից առաջ, դրականի մեջ է ստեղծել, զերոյի վրա չի։ Ուրեմն, այսինքն ստեղծել է բարոյապես բարի վիճակով, Աստծուն ընդունելի վիճակով, նրա բնույթը, բնությունը բարի, ուղղարար, Աստծուն արտացոլելու և փառավորելու կարողությամբ, և կամեցողությամբ, և բոլոր կահավորությամբ և հարմարությամբ։ Հիմա եթե մի քայլ հեռանանք սրանից, այն ժամանակ պիտի ասենք, որ Ադամն ու Եվան, եթե այսպես չէին ստեղծվել, ուրեմն նրանց մեջ պետք է լիներ չարության հակման ակ, հունդ, ստեղծագործության մեջ մի բան սխալ կամ մի բան ժխտական։ Դա Աստծուն դարձնում է չարի հեղինակը, բայց Աստվածաշունչն ասում է, որ Աստված բարի է և բարեգործ է։ Սաղմոսի մեջ կարդում ենք, ով թե դու բարի ես և բարի անող։ Չի ասում դու չեզոք ես, դու կարող ես չարել անես, չի ասում այդպես բան։ Մեր Աստվածը բարի է։ Ուրեմն այս չեզոքային վարդապետությունը Աստծու բուն բարության հակառակ է, չի կարող դա լինել։ Եթե մի բան սխալ է, Աստծու բարությունը չի որ սխալ է, այլ այս վարդապետությունն է սխալ, ուրեմն սրան էլ մերժում ենք։ Մարդ արարածը չեզոք չի ստեղծվել։ Երրորդ կետում ոմանք ասում են, թե գիտես, Ադամն ու Եվան, երբ որ մեղք գործեցին, նրանք պարտադրվեցին մեղք գործել։ Եվ պարտադրված մեղանչեցին։ Եվ եթե այդպես լիներ, սա պիտի լիներ մի վճռականություն, որը ուսուցանում է, որ մեր մարդկային ընտրությունները կառավարվում են մեզանից դուրս եղող մի ուրիշ ազդակի կողմից, ուրեմն մենք ազատություն չունենք, մենք լինում ենք մեքենաներ, խրծիկներ, ուրիշի ձեռքի տակ խամաճիկներ, ոնց ուզում են մեզ կդարձնեն, բայց Աստված այդպես չստեղծեց մեզ։ Աստված ինքը այդպես ինքը չի։ Երբ որ Աստծո պատկերով ենք ստեղծված, մենք մեքենաներ չենք, մենք ռոբոտներ չենք, մենք խրծիկներ չենք, ուպրիկներ չենք, որ մեր գլուխը որ կողից ուզեն դարձնեն, հետո գցեն մի կողմ, հետո խաղան մեզ հետ, երբ որ ուզում են։ Ոչ ոք է կարող մեզ պնդել այնինչ, որ մենք ոչ կարող ենք, ոչ էլ ուզում ենք անել։ Սա ուղղակի բռնատատություն պետք է համարվեր։ Եվ Ադամն ու Եվան, եթե այսպես պարտադրված մեղանչեցին, ուրեմն նրանք սատանայից բռնադատվեցին։ Անհետարին այնինչ, որ չէին փափագում անելու, և նրանց մեջ որևէ դրան հակադրելու ոչ կարելությունը կար, ոչ միջոցը կար, ոչ կահավորումը կար, ոչ էլ հարմարությունը։ Ուրեմն սրա պատասխանատուն ով պիտի լիներ։ Նրանց ստեղծողը։ Տեսնում եք, էլի խախտում է Աստծո բարության, Աստծո լրիվ ստորոգերիների ուսուցմունքը։ Աստված արդար պիտի չլիներ Ադամին և Եվային պատժելով, որովհետև նրանք խրծիկի պես խաղացվեցին, պարտադրված էին, ուրիշ ոչ մի բան չէին կարող։ Ապա ինչու պատժեց Աստված մի անձի կամ երկու անձերի, որոնք ուրիշ բան հնարավոր չէր նրանց անել։ Սա Աստծուն դարձնում է ինչ։ Անարդար, անուղիղ, բռնադատ։ Ուրեմն այս վարդապետությունն չի կարող ուղիղ լինել։
Սա էլ Աստծո ստորոգելին խախտող վարդապետություն է, ուրեմն կարող ենք հստակ ասել, թե Ադամն ու Եվան պարտադրված չէին մեղանչել։ Նրանք պարտադրանքի տակ չմեղանչեցին։ Հաջորդ ուրիշներ ջրանում են մեղքի ակը բացատրելու համար, ասել թե, գիտես, Ադամն ու Եվան մեղանչելու փորձվեցին, այսինքն անակնկալ կերպով առանց գիտակցության, առանց հասկանալու թե ինչ հետևանքներ կունենա, առանց իմանալու թե որտեղ են գնում, ընկան սրա մեջ։ Այս էլ ուղիղ չի։ Թեպետ փորձվեցին, բայց այդպես չէր, որ նրանք բիխաբար ասենց առանց այգան ընկան փոսի մեջ։ Այդպես չէր։ Նրանք փորձվեցին եւ խաբվեցին անազանդելու Աստծուն։ Սակայն Աստվածաշունչը հստակ բացատրում է, որ խորամանկ չարը օծի կերպարը գործածելով, նրան գործիք գործածելով Եվային եւ Ադամին մեղքի հրապուրեց եւ նրանք ընկան։ Այսինքն նա վերացրեց իր խորամանկ մոտեցումով, վերացրեց բոլոր ազդարարական արգելակները։ Օրինակ տամ ձեզ։ Օրինակ եթե դուք քշում եք լեռնային ճամփա եւ մութ է։ Եթե տեսել եք, երբ որ ճանապարհը քշում ենք եւ լույս չկա լեռների մեջ, այսպես փոքրիկ նշաններ են դնում ճամփի եզերքին, ընդհանրապես ձորերի բռունկներին, որոնք լույսը արտացոլացնում են։ Մեքենայի լույսը, որ կպնում է այդ փոքրիկ պլաստիկ արտացոլող մասնիկին, դա մեզի լույսը ետ մեզ է վերադարձնում։ Ինքը որևէ բան չի վառում։ Մեր լույսը մեզ է վերադարձնում, որպեսզի մենք իմանանք ճանապարհը որտեղ է։ Հիմա եթե դրանք չլինեն, դրանք բոլորը մենք գնանք պլաստիկով ծածկենք։ Եվ բոլոր այդ կահավորումները կա, այդ երկաթե ծողերը, դրանք էլ բոլորը հավաքենք։ Բոլոր թաբլոները, որ մեզ ասում են ճանապարհը ոլոր-մոլոր է։ Բոլոր սայները, որ մեզ ասում են 15 մղոնից ավելի իրավունք չունեք քշելու, դրանք բոլորը հանենք, խորամանկ կերպով։ Եվ հետո ձեզ ասեն, որ համեցեք։ Եվ դուք առանց իմանալու թե որտեղ եք գնում, շատ հավանաբար կգնաք կմնեք փոսի մեջ։ Հետո մեզ կասեք, որ ես ինչ բանամ, մութ էր, մառախուղ էր, ոչ սայն կար, ոչ արգելակը կար, ոչ սատանան այդպես արավ։ Շատ խորամանկությամբ բոլոր Աստծո դրած այդ բոլոր պաշտպանողական ձողերը, արգելակները հնարագիտությամբ ծածկեց, ծռեց, այնպես արավ, որ Ադամին եւ Եվային այս մեղքին հրապուրեց։ Ոչ թե նրանք չգիտեին, նրանք շատ լավ գիտեին, անգիտակից չէին նրանք, ուրեմն չենք կարող ասել, որ Ադամն ու Եվան անգիտակից կերպով, անմեղ կերպով եկան ընկան փոսի մեջ, այդպես չէր, ուրեմն չենք կարող ասել, որ նրանք մեղանչելու փորձվեցին, ուրեմն նրանք չեն պատասխանատուն, որտեղ անգիտակից էին, անտեղյակ էին, եթե Աստված իր պահանջքները նրանց հայտնած չլիներ եւ նրանք Աստծո պահանջքներից լրիվ անտեղյակ լինեին, այն ժամանակ նրանք պետք է պատասխանատու չկարգվեին իրենց գործած հանցանքի համար։ Եվ դարձյալ Աստված նրանց պատժեց մի բանի համար, որ նրանք երբևիցե չգիտեին, թե ինչ է նշանակում դա։ Ինչպես գիտենք, որ նրանք գիտեին։ Շատ հստակ։ Աստված երբ որ նրանց ստեղծեց, պարտեզի մեջ տնկեց բոլոր ծառերը, շատ հստակ ուղղակի հայերենով նրանց ասեց. «Այս բոլոր ծառերի պտղներից կարող եք ուտել, այս մեկից չուտեք։ Եվ եթե հանկարծ մի օր ուտեք, հենց այդ նույն օրը ինչ կլինի ձեզ, մահացում եք»։ Հասկանալի է կամ ոչ։ Երբեմն մեր փոքրիկներին ասում են ոչ, ոչի որ մեկ տառը չես հասկանում։ Երկու տառը եղած չեղած։ Which part of the no you don't understand, the N or O? No. Աստված այդպես էր ասել։ Ուրեմն նրանք շատ հստակ գիտեին, որ այդ ծառին պետք չէ մոռանալ։
Հիմա սատանան եկավ իրավ Աստված ասեց, որ այս բոլոր ծառերից պետք չէ ուտեք։ Մի րոպե, Աստված չասեց, որ բոլոր ծառերից պետք չէ ուտեք, գրականության մեջ հակառակն ասեց։ Ասեց բոլոր ծառերից կարող եք ուտեք, այս նահատից չեք կարող ուտել։ Որ տեսնում եք սատանայի craftiness, հնարագիտությունը, որ Աստծո խոսքը այնպես է ծածկում, ճիշտ նմանում է ես գնամ բարակ սելոֆոն պլաստիկով այդ ռիֆլեկտորները կամած ծածկեն գիշերով, որ դու սարի ճանապարհը որ քշում եք չտեսնեք ճանապարհը։ Նույն բանն է։ Որոնք չեն կարող ասել, որ Ադամն ու Եվան անգիտակից կերպով ընկան փոսի մեջ, փորձվեցին։ Փորձվելու իմաստը այդ չի, որ նրանք անգիտակից էին, նրանք շատ լավ գիտակից էին, են էլ իրենց ուղարար, իրենց կարող, իրենց շատ բարի ստեղծված վիճակով լսեցին Աստծո խոսքը, երևակայեցեք։ Մենք, որ հիմա Աստված մեր մեջ փոխել է մեր բնությունը, բայց տակավին կա մեղքի ազդեցությունը, մեր սահմանափակված եւ մեղքից ազդված մտքով կարողանում ենք հասկանալ Աստծո օրենքը, երևակայեցեք Ադամն ու Եվան, նախքան անկումը, այն Ադամը, որ բոլոր կենդանիների անունը դրավ ճիշտ պատշաճ կերպով էշին կոչեց էշ, կովին կոչեց կով, օձին կոչեց օձ, մկին ասած մուկ, մրջին ասած մրջուն, փիղին ասած փիղ։ Այս Ադամը իր բոլոր IQ-ով, իր մտային կարողությամբ չհասկացավ Աստծո այս մեկ նախադասությունը, շատ էլ լավ հասկացավ։ Այդպես չէ, որ չհասկացավ, որ գիտես Աստված ջան, մի հատ կասես ինչ։ Այդպես չի։ Որովհետև Աստված նրանց շատ հստակ հայտնել էր իր պահանջքը եւ նաեւ հայտնել էր իրենց հնարավորության մեջ կատարած անազանդության հետևանքը, պատիժը։ Աստված նրանց հետ իրականության մեջ ուխտի մեջ է։ Սրանց ասում են, կհասնենք ուխտային վարդապետության, սերտողության դերը կամի շուտով, Աստված նրանց գործերի ուխտի մեջ է մտել։ Եվ գիտեք, մենք իրականության մեջ գործերով ենք փրկվում։ Ոչ թե մեր գործերով։ Մեր տեղ ուրիշի արած գործը, այդ ուրիշը ով է։ Հիսուսն է։ Այդ նույն գործերի ուխտն է, որ փոխվում է լինում է շնորհքի ուխտ, որովհետև մենք անկում կրեցինք։ Այդ գործը անելու անկարող եղանք, լիովին անկարող եղանք, ուրեմն ուրիշ մի տեղակալ պետք է գար եւ տեղակալությամբ մեր կատարելիք գործը, որ չենք կարողանում անեինք այն ժամանակ, ինք մեր տեղ արավ, այսինքն բոլոր Աստծո օրենքը եւ մարգարեությունը կատարեց, որպեսզի Աստծուն հաճելի դառնա եւ եղավ։ Եվ Աստված նրան տեղ կանչեց, ամբողջ բաները դրավ իր ոտների տակ, եկեղեցու վրա գլուխ դրավ, որ ամենի վրա լինի ամեն բան։ Այս անողի գործի հիման վրա նրան հենվողը հավատքով փրկվում է։ Հավատքով փրկվելը մեր արարքներից չի, որտեղ մեր արարքները չեն գոհացնում Աստծուն։ Դրա համար է, որ մենք Հիսուսին ենք վստահում։ Նրան ենք հենվում։ Ադամն ու Եվան նախքան անկումը Հիսուսի կարիքը չունեին։ Նրանք Աստծո հետ հաշտ վիճակում էին։ Շատ է լավ գիտեին Աստծո խոսքը, թեպետ շատ սաղմային էր տված, նրանք գիտ չունեին այսպես։ Աստծո ձայնը լսել էին մեկ նախադասությամբ։ Մեկ նախադասությունը չկարողացան պահել, որտեղ սատանան նրանց հրապուրեց։ Սատանան նրանց առջևից վերցրեց Աստծո դրած արգիլակները։ Եվ նույն բանն է անում հիմա։ Տեսեք, սատանան, ես ասել եմ շատ անգամ, մեկ հատ հրացան ունի եւ հրացանի մեջ 3 հատ փամփուշ։ Ուրիշ ոչ մի բան չկա։ Այդ փամփուշները տարբեր սայզեր են, մեր թուլությունների համար հատուկ դիզայն եղած են։ Մեր սայզը ճիշտ է կոշիկներն են նման։ Քո կոշիկը իմ ոտնին չի մտնի, իմ կոշիկս քո ոտնին չի մտնի։ Բայց բոլորս էլ կոշիկ ունենք։ Սատանան այդ master craft հնարագետն է, որ ամենից համար այս 3 փամփուշները մեր տկարությունների համար դիզայն են անում, որ ճիշտ մտնում են մեր տկարությունների մեջ ու այնտեղ պայթեցնում։ Որոնք են այդ 3 փամփուշները։ Առաջի Հովհաննու մեջ կարդում ենք։ Աչքի ցանկություն, մարմնի ցանկություն եւ այս կյանքի
անպարտավորություն, այսինքն գոռոզություն։ Այս երեքն են։ Եվ այս երեքը շատ հստակ կերպով Եվայի համար գործածեց, Ադամի վրա ուրիշ ձևով գործածեց։ Երկուսն էլ ընկան։ Ուրեմն, ո՞րն է պատասխանը։ Որտեղից առաջ եկավ Ադամի, Եվայի կամ Սատանայի մեջ եղող այդ հակումը, որպես նրանց մղող ուժը, որ մղեց նրանց Աստծո բարության հակառակ գործել։ Անել այնինչ, որ հակառակ է։ Աստվածաշունչը իրականության մեջ չարի ծագման եւ գոյության նկատմամբ եղած այս հարցի պատասխանը մեզանից ծածկ է։ Չի տալիս Աստվածածրը։ Ուրեմն, եթե մեկը ճանանում է չարի ծագումը բացատրել, ժամանակի որուստ է։ Մենք միայն իմանում ենք, որ չարությունը կա, որովհետև բարին կա։ Եվ չարությունը դրան ժխտող ազդակն է։ Ադամի և Եվայի չարության հանդեպ ունեցած հակումը, ծագումը չենք իմանում, Աստվածաշունչը մեզ չի սովորեցնում, մեզանից ծածկել է նրանց մեղանչելու և անազանդելու մեջ եղող ակը։ Ուրեմն, տվյալ Աստծո նկարագիրը, նրա ստեղծած տիեզերքը որպես բարի և լավ, նախնական ուղղարար վիճակով մարդու ստեղծագործությունը, մենք խորապես շվարած և ապշահար ենք մեղքի և պղծության մեջ ընկած մարդու անկման վիճակից։ Չենք հասկանում թե ինչ։ Աստվածաբաններ սրան կոչում են անիրավության խորհուրդը, the mystery of inequity։ Անիրավության խորհուրդ է, ծածուկ է մեզանից, խորհրդավոր է, mysterious է, բայց իրական է։ Շատ բան կա, որ մեզ համար mysterious է և չենք հասկանում, օրինակի համար։ Կարողանում ենք որոշ չափով բացատրենք Աստծո էությունը, եռամիասնությունը, որոշ չափով հասկանում ենք, բայց իրապես հասկանում ենք, թե հայրը ինչպես որդին հառաջացրեց։ Աստվածուն չի խոսում դրանից։ Կարողանում ենք հասկանալ, թե արդյոք ինչպես կարելի է կույսը ծնունդ տա։ Չենք հասկանում, խորհուրդ է։ Այս էլ խորհուրդ է։ Անիրավության խորհուրդն է։ Բայց թեպետ Աստվածաշունչը լուռ է չարության ծագման մասին, սակայն կան մի քանի կարևոր բաներ այս նյութի շուրջ, որոնց մասին Աստվածաշունչը հստակ կերպով մեզ սովորեցնում է։ Եվ ինչպես ասեցի, դրանց մասին Աստվածաշունչը սովորեցնում է, որ չարությունը իրականություն է։ Չարությունը բարության հակադրությունն է։ Մարդս, երբ ուղղարար էր ստեղծվել, նա ընկավ այս չարության մեջ, այսինքն անկում կրեց, անկում ունեցավ, Աստծո փառքից, Աստծո շնորհքից, Աստծո ընդունելությունից իջավ։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծո շնորհքից պակասվեցին, պակաս ենք բերում Աստծո առաջ։ Դրա համար մենք կարիք ունենք մեկին, որ լրացնում է, եւ այդ լրացուցիչ տեղակալը մեզ համար իր կյանքով եւ իր մահով եւ անշուշտ իր հարությամբ մեզ համար ջատագով լինելով մեզ կանգնեցնում է ուղղարար նրանքս, ով նրան ապավինում ենք։ Ես դրանց առաջ ասել եմ, հավատալը շատ պարզ բառ է թվում մեզ, ապավինելը հավատալու այն խորքն է, այն ծուծն է, ուղն է։ Ապավինել, այսինքն վստահել, հենվել։ Մենք մեր բոլոր եղելությամբ նրա վրա փռվում ենք, գցվում ենք։ Հանգստան, ճիշտ ինչպես հիմա դուք այս աթոռների վրա ապավինել եք այս նստարաններին։ Ինչու՞, որտև նա է միակ ձևը մեզ այս ահավոր անիրավության խորհրդից ազատելու միակ ձևը, ուրիշ ձև չկա։ Թե ոչ իրականության մեջ այս խորհուրդը իրավ անիրավ է։ Իրավ անկում կրած և մեղքի ամենաթշվառ, ամենողորմելի վիճակում է հայտնեցնում մարդուս իր ծնունդից իր։ Այստեղ կանք պիտի առնենք այսօրվա համար։ Եթե կան հարցումներ մինչև օրս այս շուրջ կարող ենք խոսել դրանց մասին, իսկ եթե ոչ կարող ենք ավարտել։